Վարդենիս համայնքում հիմնանորոգվում են Կախակն բնակավայրի նորակառույց կրթահամալիր տանող ճանապարհի Մեծ Մասրիկի և Կախակնի հատվածները։ 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինությունը մեկնարկել էր հուլիսի վերջին։ Մոտավորապես 560 մետրի չափով նախատեսված է ասֆալտային ծածկույթի տեղադրում, ջրահեռացման վանքերի կառուցում, մայթերի կառուցում։ Արժեքը կազմում է մոտավորապես 7 միլիոն 500 հազար դրամ, որից պետության մասնաբաժինը կազմում է 45%, համայնքի մասնաբաժինը կազմում է 55%։ Մեծ Մասրիկի հատվածի վատ վիճակը թույլ չէր տալիս շահագործել ամբողջ ճանապարհը։ Այն շրջանցում էին և հետիոտները, և վարորդները, պատմում են բնակիչները։ Շինարարության մեկնարկից մոտ 1 ամիս անց շուրջ 270 գծամետր երկարությամբ հատվածն արդեն անճանաչելի է։ Չէինք կարում անցնեինք էլ, ներքև вообще ահավոր ցեխեր էր։ Շատերն այս կողմով չէին գալիս, այն միսիաներով էին անցնում, բայց հիմա արդեն ոնց որ դառնում է քաղաքի նման։ Աշխատանքները նախքան սկսելը մոտիկացել ենք, ճանապարհը տեսել ենք, հոսերը, ջրերի հավաքված տարածքները, հիմքը մաքրել ենք, հողային աշխատանքը կատարել ենք, այս պայդրությամբ պատրաստվում ենք արդեն ասֆալտապատման աշխատանքները, որը 5 սանտիմետր ասֆալտբետոնային շերտը պետք է տեղադրենք։ Կախակնում կատարվում է այս պայն ջրահեռացման աշխատանքները, տեղադրվում են վանքային հորաները։ Մի քանի օրից էլ կսկսենք արդեն ընդդեի աշխատանքները։ Այս տարվա օգոստոսին էլ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Մեծ Մասրիկ-Կախակն մարզային նշանակության ճանապարհի 6.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման մրցույթ։ Այժմ կատարվում է հայտերի գնահատում։ Ճանապարհաշինությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։